Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք բորակներից մի բորակ, որը շատ համով է։ Պրոտինով կամ սպիտակուցով լեցուն է, բայց միշտ չունի մեջը։ Երկաթը շատ է, մի խոսքով համով եւ օգտակար է, իսկ ինչով է ոսպով է։ Այսօր պատրաստել ենք ոսպով բորակ, հետաքրքիր ձևով, արագ, դամ պայմաններում շատ հեշտ ստացվող եւ հյուրերի զարմացնող։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 1 բաժակ ոսպ, 2 հատ խմոր, մի հատ սոխ, գես փունջ ազատքեղ կամ մաղդանոս, 3 ճաշի գդալ բղբեղի մածուկ, 1 ճաշի գդալ լոլիկի մածուկ, մի հատ ձու, 3-ից 4 ճաշի գդալ ցետ, 2 ճաշի գդալ քունջուտ։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, դարչին, մի գդալ ալյուր և քիմիոն։ Ես սոխը կարմիր եմ ընտրել, դուք կարող եք դեղին կամ սպիտակ սոխ ընտրել, տարբերություն չներ։ Մանր գտրատելու եմ, այսինքն այսպես։ Եվ չարթելուց հետո կամ արացնելուց հետո պետք է սկսենք տապակելու։ Հետո կամաց կավելացնենք ոսպը եւ մնացած փաղատիչները։ Շատ հետաքրքիր բորակի տեսակ է, որովհետեւ ես օրինակ դանը միշտ պանիրով բորակ շատ եմ պատրաստում կամ մսով բորակ եմ պատրաստում։ Միշտ ուզեցել եմ օրինակ մի հատ ինչ որ փանչարեղենային լինի կամ օրինակ հատիկեղենով լինի եւ լինի համով եւ լինի օգտակար, ոսպովը շատ հետաքրքիր տարբերակ է։ Մի խոսքով, եթե ուզում եք պատրաստել, կարող եք բոլոր փաղատիչները գնալ 8 սուպերմարկետից վերցնել քալ ու պատրաստել։ Քանի որ 8 սուպերմարկետից երբ որ վերցնում եք եւ հավաքում եք ձեր բոլոր պետքերը եւ գովաստային վիճակախաղերի եք մասնակցում, որի արդյունքում շահում եք լիքը նվերներ։ Այսինքն լավ տարբերակ է, եթե 8 սուպերմարկետից անեք ձեր գնումները։ Ահա սոխը կտրատել ենք, մի հատ էլ մարացնեմ, որ լավ տապակվի։ Ստեղ ունենք փրենցից հետ։ Ես օգտագործել եմ փրենցից հետ, որպեսզի տապակեմ սոխը եւ ավելացնեմ մնացած փաղատիչները։ Եթե դու ունեք փրենցից հետ, շատ լավ կլինի։ Եթե չունեք, ցիտապտրից հետ կարող եք օգտագործել, բայց եթե չունեք եւ չգիտեք որտեղից պետք է վերցնեք, կարող եք սու շեֆից պատվիրել կամ գնալ իրանց խանութ կամ պատվիրել զանգով, իրենք ունեն ամենալավ որակով ցեթերը եւ ընդհանրապես բոլոր մթերքները, որը օգտագործվում է խոհանոցում։ Մի խոսքով, հիմա փրենցիցետը շատ լավ տարբերակ է, որևէ մեկ տապակելու համար։ Ես իմ համար կամ ցիտապտրից հետ կամ փրենցիցետ ներկայիս։ Ուրեմն, քանի որ ոսպը գրեթե պատրաստ է, կարող եմ մի հատ հերացնել, այս ավելացնել, այստեղ ցեթ ավելացնել, միջև ինքը տականա արդեն ես ոսպը մաղեկ անցնեմ։ Նայեք ոսպի վիճակը, մի հատ ցույց տամ, արդեն լավ էփել է։ Նայում ենք մի հատ այսպես։ Եթե ուզում եք իմանալ ինչքան է լավ եղել, մի հատ վերցնում եք ու սենց երկու մատիկով ջզմում եք։ Եթե ջզմվում է, արդեն ինքը պատրաստ է։ Ձերքս վարեցի։ Ահա, գնացինք սոխը տապակելու։ Մի քիչ սկսում ենք սոխը տապակել, արդեն կարող ենք ավելացնել աղ եւ կամաց մնացած համեմունքները։ Ավելացնում եմ աղ, մի քիչ էլ բղբեղ։ Քանի որ ոսպը ես նախապես խաշել եմ, դե իհարկե մարանիգի ոսպն եմ օգտագործում, այսպես այնքը շուկայում, մոտավոր 2-2.5 բաժակ արդեն գալիս է իրանից, ես մի բաժակ եմ խաշել ու ստացել եմ այսքան, ավելի ճիշտ մի բաժակ եւ քառորդ։
մենք բոլոր հատիկեղենը եւ համեմունքը գիտեք որ օգտագործում ենք միայն մարանիկ, որովհետեւ ուզում ենք մեր ուտելիքը որ պատրաստում ենք համով եւ որակով լինի։ Գնացինք։ Ավելացրեցինք ոսպը։ Լավ խառնում եմ։ Բա ինչ հանուշ հոտեր են, արդեն ոսպը եւ սոխը այնքան սիրում են իրար, որ ավելացում եմ սև պապեղ, կարմիր պապեղ, դարչին եւ քիմոն։ Լավ խառնում եմ, մի քիչ լավ էս համեմունքները թողնում եմ իրար հետ լավ խառնվեն ու ավելացնենք լոլիկի եւ պղպեղի մածուկը։ Պղպեղի մածուկ եւ լոլիկի մածուկ։ Մի հատ լավ խառնում եմ։ Կարող եմ արդեն անջատել, թողնել մի քիչ հանգստանա, մինչև մենք խմորը պատրաստենք։ Ստեղ ունեմ ազատքեղ, ես որոշել եմ ազատքեղ տնեմ, եթե ուզում եք ուրիշ տեսակի կանաչի, խնդիր չի կա, օրինակ եթե ուզում եք համեմ տնել կամ ինչ կգնա իր հետ, կամ օրինակ ցիտրոն, բայց ես ուզում եմ ազատքեղ կամ մաղդանոց տնել։ Կդրատենք կանաչին, օրինակ իմ մոտ մաղդանոց է, որովհետեւ ավելացնեմ միջուկին ու մինչև մենք խմորը պատրաստենք, արդեն միջուկը գազմ պատրաստ կլինի։ Գնացինք։ Հատ խառնեմ։ Արդեն միջուկնից պատրաստ է։ Հիմա մի հատ խոհանոցը մաքրեմ, ցերկերս օջարեմ ու հետ վերադառնամ, որպեսզի պատրաստենք խմորը։ Իսկ ինչով ենք մաքրելու եւ օջարվելու։ Միայն ABC-ով։ Դե ինձ սիրելիներս, ժամանակն է պատրաստենք խմորը, մի քիչ ալյուր, իհարկե մարանիքի ալյուրից, ես որ օգտագործում եմ ամենաբարձ ալյուրն է, իսկ իրենք ունեն 6-7 տեսակի ալյուր, որի մեջ կա փրինցի ալյուր, հնդկացավարի ալյուր եւ լիքը ուրիշ ալյուրներ։ Մի քիչ խմորը բացում եմ, հավասարցնում եմ, որպեսզի կեցերը նույնը լինի։ Ինչքան լավ բացենք, այնքան լավ, որովհետև նախ ստանալու ենք ավելի մեծ բորակ, երկրորդ խմորը շատ հաստ չի լինի։ Երբ որ խմորը շատ հաստ չի լինի, վայելում ենք միջուկը։ Հիշում ենք, որովհետև գիտեք շուգարում էլ լիքը օրինակ խաչաբուրիներ է ծախում, փնտրում ես միջուկ չկա, ընդհանրապես խմորա։ Իսկ խաչաբուրին ընդհանրապես աշխարհում եկել է, որ ինչ-որ բաներին հետ մի հատ խմոր, որպեսզի դու այդ բաները ծանր չլինի, իսկ ոչ թե միան խմոր ուտես եւ բաներին հոդը միան առնես։ Անհամբերեմ, այս համովությունը թխվի եւ մենք վայելենք մի հատ մազայի մանգոյի հետ, որ ցեզ եմ ասում, ես էլ եմ ուզում տենց անեմ։ Կարող եք ինչ-որ պատրակաղով անուշիկ մոդելներ անել այսպես։ Կեսի, մի քիչ նվերի պես
Կարող եք պատել ու հետո մի հատ էլ պատրակաղով ծայր անեք։ Մի հատ էլ ենք անցնում։ Եվ փակում ենք խմորը։ Ձու, համեցեք, կսում ենք ձու, եթե գուզեք ուրիշ բան կսել, հանգիստ կարող եք կաթ կսել, կարող եք ինչ-որ ուրիշ ցեթի տեսակ կսել, կարող եք մի անգարակ կսել։ Ես այսպիսի բաների անպայման ձու եմ սիրում կսել, եւ քույնի եւ ընդհանրապես ուրիշ տեքստուրա է տալիս։ Վստահ եմ դուք էլ տենց կհավանեիք։ Ամենավերջում արդեն գտնենք կունջուտը։ Դե իհարկե կունջուտը մարանիկի կունջուտն ենք օգտագործում, որը այսպես է ծախվում։ Դուք էլ կարող եք միշտ ունենալ դանը, որ եթե պետք լինի մի անգամից բացեք ու ավելացնեք։ Մոտավոր 20-ից 30 րոպե պետք է եփի։ Արդեն տեսնում ենք, որ ինքը ոսկե քույն է դարձել, պատրաստ է լինում։ Իսկ չափը 180-ից 190։ Սենց ավելացնում ենք մեր խմորների երեսների վրա ու կուղարկենք չերոց։ Դեպի չերոց։ Այ։ Նայում ենք։ Բահում ենք ժամանակ, մի հատ հետ լավ մաքրենք, մեր խոհանոցը ետ վիճակի բերենք ABC-ով, մի հատ կոֆե տնենք, կամ թեյ տնենք, կամ մազայի մանգոն սառնարան տնենք ու սպասենք եփվի։ Դե ինձ սիրելիներս, մեր բորակը արդեն պատրաստ է, հոդը իդեալական գալիս է, ես անհամբերեմ հանեմ, կդրեմ, ուտեմ, ցույց տամ։ Գնացինք։ Վաու, մի հատ նայեք, մի հատ նայեք։ Եվ այսօրվա ոսպո բորակը պատրաստ է, դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, գիտեմ որ դուք էլ անհամբեր եք, ես էլ անհամբեր եմ, որպեսզի փորձենք, ստեղ տնեմ մի կտորը եւ կտրեմ եւ մի կտոր վայելեմ։ Փխրուն խմոր, համով, թեթև, համերը իրար հետ արդեն գիտեմ որ իդեալական է։ Մի հատ նայեք։ Գիտեմ որ բիդվարին, բայց նայեք միջուկը ինչքան։ Երևի մարդու եթե ճացեք միշտ չգա չի ավատը։ Գնացինք։ Տակը։ Վաու։ Իդեալական համով, իդեալական։ Նադել։ Տակը։
Գիտեք ինչն է հետաքրքիրը, որ այդ սոխը եւ ոսպը նախ շատ սիրեր են իրար, այգելա միադել խմոր sense համով փխրուն իրանց վրա ու այդ համային այդ համադրությունը խենցանալի կհաստատվել իրար հետ, մի խոսքով շատ եք հավանելու։ Դե ինչ, անպայման պատրաստեք այս բաղադրատոմսը ինձ գրեք ինչքանով եք հավանել, իսկ ես վաղը նույն ժամին ցեզ կդիմեմ նոր բաղադրատոմսով։ Ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ստեսություն։